Իրավական ակտերի նախագծերի e-draft-եմ հարթակում քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի Երևանում ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները կենթարկվեն տուգանքի 15,000 դրամի չափով։ Արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթևեկելու դեպքում տուգանքը կկազմի 18,000 դրամ։ Նախագծի ուժի մեջ մտնելը կախված է, թե ազգային ժողովը երբ դրան հավանություն կտա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը մարտի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասաց, որ դրանից հետո որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիրականացնի այդ տուգանքի մեխանիզմը։ Մեր խնդիրը նա չի, որ մարդկանց տուգանենք եւ այսպես ասած բերենք չակերտների մեջ ասեմ, էլի, օրինականության դաշտ։ Մեր խնդիրը այն է, որ եթե կա որևիցե տեսակի ծառայություն, ապա այդ ծառայության համար պետք է վճարել։ Ըստ նախագծի ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը եւ մինչեւ ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ։ Վավերացված կրիչը եւ տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն այն ստուգելու նպատակով։ Երևանի ավականու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը այս նախագիծը սխալ է որակում, ասելով, որ հսկայական ռեսուրսներ են ծախսվելու տեսուչների ստուգող սարքերի վրա։ Այնպես որ այդ ռեսուրսները, որոնք ծախսվելու են տուգանելու համար, ավելի ճիշտ կլիներ ծախսվեին, որպեսզի իրենք մշակեին ի վերջո այնպիսի սակագին, որը հարմար կլիներ բոլոր երևանցիներին։ Երկրորդ ընդունենք, եթե նրանք հաջողվեց դա անել, բուն մարդկային ռեսուրսի առումով նրանք կարողանալու են երևի ամսական կտրվածքով չվճարողների 10, մաքսիմում 20%-ին տուգանել։ Չեն կարողանալու հասցնել բոլոր տեղերում, բոլոր տրանսպորտներում տուգանել, որտեղ տրանսպորտի հարցում դա բավականին բարդ է։ Առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին քաղաքացիները տրանսպորտում 1 րոպեից ավելի միայն կանգնելու տեղ են փնտրում, իսկ վարորդների մոտենալու եւ վճարում կատարելու համար 1 րոպեից ավելի է պահանջվում։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը չգիտեր, թե ինչ տրամաբանությամբ է ներդրվել ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում վճարում կատարելու պահանջը։ Չհերքեց, որ կլինեն տեխնիկական որոշ փոփոխություններ։ Հիմա եթե մենք կգանք այն փուլի կհասնենք, որ արդեն դա կիրառելուց կհասկանան կամ գուցե մինչև դա էլ հավելյալ քննարկումներ լինեն, որովհետև դեռ ամբողջությամբ այդ փաթեթը մուտք չի եղել, եթե չեմ սխալվում, այսինքն օրակարգում դեռ դրված չի, ես կարծում եմ, որ գուցե այդ մասով որոշակի փոփոխություններ լինեն մինչև նախագիծը արդեն բուն հաստատվելը կամ գուցե արդեն այդ տեխնիկական հարցերի կիրառության տեսանկյունից հետագայում։ Սիվիլնեթը թեմայի շուրջ խոսել է տրանսպորտից օգտվող քաղաքացիների հետ։ Ճիշտ են անում։ Ես այդպես եմ գտնում, չգիտեմ, որտեղ եթե ապրում ենք այս երկրում, մենք պիտի ենթարկվենք այս օրենքների երկրի։ Ազիզ ջան, ես միշտ վճարել եմ, վճարում եմ, ոչ մի բանի հետ այս բաներ չեմ խոսում։ Այս երկիրը դարել է բանի, այդ հարկ վճարողի ու տուգանք մուծողի երկիր։ Ուրիշ բան չգիտեն իրան, մենք տուգանք ու ամեն համատարած է։ Ոչինչ, մեկ թող իրանց գրպանն է կպտեն, որ իմանան, ես ուսանող երեխա եմ տեսել, մտել է սուսպուս անցել է, իսկ մարդկա թոշակառուя մեծ է, բախտաճանաչ, ինչ ասեմ, այնքան բաներ են դրել մեր դիմաց, չէ, քարտով, էլ հեռախոսով, ես չգիտեմ, մի հատ գցեինք կոպեկը անցնեինք, ես դրան էի ընդհանրապես կողմ։ Հիմա անընդհատ հեռախոսը ձեռքիդ լինի, լիցքավորված լինի, չէ, քարտը անպայման մոտդ լինի, մի հատ էլ տուգանք։ Պետք է վճարի, որ այդ տուգանքին չհասնի։ Եթե բոլորը վճարում են, ինքը պետք է վճարի։ Վճարում եք։ Հա, իհարկե։ Ըստ նախագծի հսկողություն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված աշխատակիցներ կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորների աշխատակիցները։ Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների եւ վարորդների համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք լինել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար։
Մինչ սա Հայաստանում օրենքի ուժ կստանա, տեսնենք թե ինչ պատկեր կա աշխարհում։ Օրինակ Ֆրանսիայում առանց տոմսի տուգանքը 50 եվրո է, Գերմանիայում 60 եվրո, իսկ հարևան Վրաստանում մոտ 7 եվրո։